այս մասով ձեր խոսքը եւ մենք այն օրեր մենք ապրում, որ տեսանք նաեւ Վարդան Ղուկասյանին քաղաքապետին ընտրված տարա եւ կանոնավորեցին 2 ամսով, այս մասով ունեք ձեր ասելիքը փոխանցելու եւ ամենավերջում կուզեմ նաեւ անդրադառնալ մի քիչ առաջ ուղղակի Հովանավակում խայտարակ իրավիճակ է, Տեր Արամը, որ այլևս կարգալից եղած է, եւ ինչպես ասում են եկեղեցականներով, եկեղեցական տերմինոլոգիայով նաեւ այսպես է, որ հերձված է այլևս ինքը եւ չի կարող կանոններ, այս կարգալից եղած կանոն չի կարող որևէ կարգ, ծիսակարգ տարակ անցկացնել, պարզապես խայտարակությունը Հովանավանքում մենք ականատես եղանք, համեցեք։ Նոր հենց վերադարձել եմ Էրեբունի բժշկական կենտրոնից եւ տեսակցել եմ պարոն Սամվելյանին, նաեւ փոխանցեմ, որ պարոն Սամվելյանի առողջական վիճակը իմ կողմից բավականին դրական էր գնահատվում, որտեղ արտաքին տեսքը, խոսքը, քայլվածքը նույնիսկ քայլեց, նույնիսկ ինձ ասաց, ես ուզում եմ քեզ սուրճ հյուրասիրեմ, նույնիսկ հյուրասիրեց, միտք է հյուրասիրել, այսինքն այդքան լավ վիճակում էր նա գտնվում։ Ինչու էր, քանի որ գտնվում էր բժիշկների մշտական վերահսկողության տակ 2 շաբթի օրվանից, գրեթե 2 շաբթի օրվանից, 2 շաբթի օրը, ուրեմն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Կարեն Անդրեասյանին ծանուցել է իր կողմից ընդունված վճռի մասին։ Վճռում գրված է, որ Կարեն Անդրեասյանի իդեմս, այսինքն Կարեն Անդրեասյանին են փոխանցել, բայց իդեմս Հայաստանի Հանրապետության կառավարության խախտվել են Ստեփան Սամվելյանի հիմնարար իրավունքները։ Նրան պատշաճ բուժօգնություն չի տրամադրվել, պատշաճ խնամք չի տրամադրվել, հետևաբար պարտադիր է Հայաստանի Հանրապետության իշխանության համար նրան տրամադրել պատշաճ խնամք, այդ թվում նաև անցկացնել փորձաքննություն, տեսնել արդյոք նրա այս հիվանդությունները, այն ինչ որ իրեն հետապնդում են, այսինքն պահում են կալանքի տակ, դրանք համատեղելի են, թե ոչ, դրանք պարտադիր պայմաններ են, որը Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի կատարել։ Այս փաստաթուղթը ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության իշխանությունները որոշում են էլի դիմել ինչ-որ աճպարարությամբ, արագորեն պարոն Ստեփան Սամվելյանին տեղափոխում են Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, այնտեղ իրեն հետազոտում է նեֆրոլոգը եւ ասում է, որ արդեն ժամանակն է դիալիզի անցնելու համար, որից հետո տանում են Էրեբունի բժշկական կենտրոն եւ այնտեղ անմիջապես լցվում են գործի, սկսում են իրականացնել դատաբժշկական փորձաքննություն, որպիսի արդյունքներ ցույց տան, բայց արդեն ակնհայտ է, որ դատարանը որոշում է կայացրել, որով գրված է սևը սպիտակի վրա, որ Հայաստանի Հանրապետությունը խայտառակ խախտում է թույլ տվել մարդու հիմնարար իրավունքի վերաբերյալ, այսինքն մարդուն վերաբերվել են ոչ մարդկայնորեն, զրկել են նրան բժշկական օգնություն ստանալու իրավունքից, նաև զրկել են նրան մինչև այդ ամենը, նաև փորձաքննություն, ամենակարևորը նաև փորձաքննության հետ կապված հարցի լուծումից, այսինքն երբ արկա է փորձաքննության տվյալ, ապա մարդուն իրենք իրավունք չունեն պահել կալանքի տակ։ Հիմա այս երկու դեպքում, որ մարդը նման ծայրահեղ հիվանդ է, ոչ բուժօգնություն են տրամադրել, ոչ էլ նրան փորձաքննության են ենթարկել, որպեսզի ազատեն կալանքից։ Այս պայդրությամբ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ 2 միջանկյալ որոշումներ կան, դատական ակտեր միջազգային դատարանների կողմից։ Մեկը վերաբերում է սեփականության իրավունքի խախտմանը, դա վերաբերում է Սամվել Կարապետյանի գույքին, որի վերաբերյալ կա միջազգային նորից դատարանի արբիտրաժային դատական ակտ, եւ այս արբիտրաժային դատական ակտի վերաբերյալ հայտարարվեց կառավարության կողմից, որ մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ ակտը ըստ էության չեն կատարելու։ Նրանք ասացին, որ իրենք այդ ակտը իբրև պիտի չկատարեն։ Հիմա Կարեն Անդրեասյան այս պահի դրությամբ կա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված դատական ակտ։ Խնդրում եմ պարզաբանես այս ակտի վերաբերյալ ձեր դիրքորոշումը, ինչ եք անելու, այս պահի դրությամբ, այո, պարոն Ստեփան Սամվելյանը գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնում, բայց բացի Էրեբունի բժշկական կենտրոնից նա պետք է ստանա համապատասխան բուժօգնություն։
Ինձ պետք է դու բացատրես, ինձ եւ հանրությանը։ Այս որոշումից հետո պարոն Սամվելյանը որ բժշկական կենտրոնում պետք է ստանա համապատասխան բուժ օգնությունը, որը ցուցված է իրեն բժիշկների կողմից։ Հարց 1, որ բժշկական կենտրոնում պետք է նա ստանա։ Հարց 2, երբ է ավարտվելու դատաբժշկական փորձաքննությունը եւ երբ է տրվելու դատաբժշկական փորձաքննության վերաբերյալ համապատասխան եզրակացությունը։ Հարց 3, երբ եք նախաձեռնելու պարոն Ստեփան Սամվելյանի ազատ արձակումը։ Դուք Եվրոպական դատարանին գրել եք, որ արդյունավետ միջոցը Վերաքննիչ դատարան ներկայացվելիք բողոքն է։ Վերաքննիչ դատարան ներկայացվել է բողոք իմ կողմից եւ ամսի 30-ին Վերաքննիչ դատարանը պետք է որոշում կայացնի։ Պարոն Կարեն Անդրեասյան, այս դատական ակտը, որ դու ստացել ես, որի վերաբերյալ 2 ամիս նամակագրություն է իր վարում Եվրոպական դատարանի հետ, արդյոք փոխանցելու ես Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե թե Լիաննա Աբգարյանին, Աբգարյանին, արդյոք դու փոխանցելու ես այդ դատական ակտը, որին դու 2 ամիս տենչում էիր, որպեսզի ամեն ինչ անեիր, որպեսզի այդպիսի դատական ակտ դու չստանայիր, բայց ստացել ես։ Հիմա այդ դատական ակտը, քանի որ դու նաև Մելիքյանից էիր, Վահագն Մելիքյանից էիր պահանջում փաստաթղթեր, հիմա այս փաստաթղթերը պահանջում էիր, ստացել էիր, ուղարկել էիր Եվրոպական դատարան, Եվրոպական դատարանի առջև ասում էիր, որ ամեն ինչ արվում է պարոն Ստեփան Սամվելյանի համար, բայց փաստը այն է, որ Ստեփան Սամվելյանի համար չեք արել, պարտականությունները ձեր չեք կատարել, ամեն ինչ չեք արել, նախնամքը պատշաճ կարգով չեք կազմակերպել, նրանք պատշաճ կարգով բուժօգնություն չի տրամադրվել, հետևաբար, այս որոշումը, որը ստացել ես Եվրոպական դատարանի կողմից, Կարեն Անդրեասյան, կփոխանցես Լ. Աբգարյան Վերաքննիչ քրեական դատարանի դատավորին, ով էս վերջերս ուզում էր դառնալ Վճռաբեկ դատարանի անդամ, այդ տիկնոջը կփոխանցես, որպեսզի այդ տիկինը մինչև ամսի 30-ը իր որոշումը կայացնելը հետամուտ լինի նաև այդ դատական ակտի կատարմանը։ Այն, որ դուք այս ովքեր, որ այս ընթացքում կեղծ լուրեր եւ կեղծ տեղեկատվություն են փոխանցել մարդու իրավունքների Եվրոպական դատարանին, դրա համար էլ առանձին հաղորդում է պատրաստվում առերևույթ հանցանքների մասին, որը կներկայացվի իմ կողմից իրավապահ մարմիններին։ Սա այս 2 ամիսների ընթացքում իմ եւ հանրային լսարանի այն ջանքերի վերաբերյալ, որը մենք գործադրեցինք, որպեսզի Ստեփան Սամվելյանի առողջական վիճակը գոնե առնվազն մենք կարողանանք պահպանել, որպեսզի նա չզրկվի կյանքից։ Եվ ես որպես հաջողություն եմ արձանագրում այն, ինչ որ մենք արել ենք, այն բոլոր բողոքները, որ ներկայացվեցին իմ կողմից Եվրոպական դատարանին, այդ բողոքները, կներեք մի հատ էս հեռախոսազանգին պատասխանեմ, որտեղ Գրիգոր Լուսավորիչից են զանգահարում։ Այո, լսում եմ ձեզ։ Հա։ Դուք թողեք անվտանգության աշխատակիցների մոտ, ես լիազորագիրը ձեզ նաև ուղարկել եմ էլեկտրոնային փոստով։ Հա, ես որտեղ մոտենամ, որպեսզի առավոտը փոխանցեմ Էրեբունի հիվանդանոցին այդ փաստաթղթերը եւ էլեկտրոնային կրիչներն է կան, չէ՞, այդ ստենտավորման դիսկի։ Հա, ամբողջ ում մոտենամ ես, ասեք, ես կմոտենամ կվերցնեմ։ Ես անվտանգության աշխատակցին երբ որ փոխանցեմ, ձեզ զանգահարեմ, հավելյալ ասեմ, հա ում եմ։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն ձեզ։ Մինչև քանիսը կմոտենաք մեր աշխատակցին։ Երևի մինչև 8:30-9 ամենաուշը։ Լավ, Հա, շնորհակալ եմ։ լավ, առայժմ։ Տեսեք, ուրեմն պարոն Կարեն Անդրեասյանը, որ sense նամակներ էր գրում մարդու իրավունքների Եվրոպական դատարանին, նաև այս ամբողջ փաստաթղթերը, որը կազմվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում,
Իդեպ ես ընդեղի բժիշկներից շնորհակալություն եմ հայտնում, որովհետև բացի այն, որ պրոֆեսիոնալ բուժօգնություն էին տրամադրել, նաև փաստաթղթերի մեջ առանց որևիցե շեղումների ճիշտ ներառել էին պարոն Սամվելյանի առողջական վիճակի վերաբերյալ տվյալները։ Այսինքն որևիցե բան չէին կեղծել, ինչ որ կար, դա ներառված էր։ Հիմա ինչ է տեղի ունենում, այս ներառված փաստաթղթերը, որը պետք է հասնեին, այդ թվում նաև ստենտավորման վերաբերյալ, այդ կորոնարոգրաֆիայի վերաբերյալ, նաև դիսկը, այդ էլեկտրոնային կրիչը, այլ փաստաթղթեր, նրանք պետք է տրամադրեին նաև, այսինքն տրամադրել են դատապարտյալների հիվանդանոց այդ ՔԿՀ-ին, բայց այս ՔԿՀ-ն, դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ն եւ առողջապահության այդ ՊՕՀԱԿ-ը քրեակատարողական հիմնարկների, այս առողջապահության ՊՕՀԱԿ-ը եւ այդ թվում նաեւ դատավորը դատաբժշկական փորձաքննության համար կարևոր նշանակություն ունեցող այս փաստաթղթերը մինչեւ հիմա չեն տրամադրել ոչ դատաբժիշկներին, ոչ էլ Էրեբունի բժշկական կենտրոնին։ Եվ քանի որ Էրեբունի բժշկական կենտրոնի բժիշկները ասում են, մենք տեսնում ենք, որ նման միջամտություններ են կատարվել, բայց այս նման միջամտությունների վերաբերյալ տվյալները, որը մեր համար շատ կարևոր են, մեզ չեն փոխանցել։ Դա կորոնարոգրաֆիայի դիսկն է, դա այդ անոթների փակված, այդ տեղադրված ստենտերի դիսկն է, դա չեն փոխանցել եւ այլն։ Հիմա ստիպված ես այսօր առավոտ գնացել եմ Գրիգոր Լուսավորիչ կենտրոն, դիմումը գրել եմ, ինձանից լրացուցիչ լիազորագիր եմ պահանջել, դա ներկայացրել եմ։ Հիմա այս մարդիկ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից պատրաստել են այդ ամբողջ փաթեթը, եւ ես սա պետք է ինքս վերցնեմ, տանեմ Էրեբունի բժշկական կենտրոն։ Մինչդեռ պարոն Ստեփան Սամվելյանը, Կարեն Անդրեասյան, լավ ես լսում, լսի։ Մինչդեռ պարոն Ստեփան Սամվելյանը մեր պետության իրավազորության եւ վերահսկողության տակ է գտնվում, քանի որ նրա նկատմամբ կալանքի որոշում կա։ Հետևաբար ամբողջ պատասխանատվությունը եւ այս փաստաթղթերի տեղաշարժը եւ նաեւ տնօրինությունը ձեր իրավասության ներքո էր։ Ինչու՞ չեք փոխանցել այս փաստաթղթերը։ Ինչ եք պահել այս փաստաթղթերը դիտավորյալ ձեր մոտ եւ չեք տրամադրել բուժ հաստատությանը եւ չեք տրամադրել նաեւ դատաբժիշկներին։ Ինչու՞։ Ես հասկանում եմ նրա համար, որպեսզի ասեք, որ ոչ, ամեն ինչ լավ է, մարդը նենց առողջ է, վազում է, երգում է, պարում է, այնպիսի ախորժակով սնվում է, 5 աստղանի հյուրանոցում ապրում է, այնպիսի մի սնունդ ենք մենք իրեն տրամադրում, որ որևիցե այդտեղ ինքը այսպիսի սնունդ չէր կարող ստանալ կամ օգտվել նման սնունդից, դրա համար եք պահել, բայց այնուամենայնիվ չկարծեք, որ նահանջողներ կան եւ մինչեւ վերջին պահը ցանկացած մարդ, ով մեղսակից է եղել պարոն Սամվելյանի առողջական վիճակի այսպիսի վատթարացմանը, նա պետք է կանչվի պատասխանատվության։ Հետամուտ ենք լինելու եւ ես եւ պարոն Սամվելյանը, եւ պարոն Սամվելյանը պետք է ունենա ավելի երկար կյանք, քան բոլոր նրանք, ովքեր այսպիսի ապօրինություններ թույլ տվեցին, եւ հենց ինքը իր կյանքի օրոք պետք է տեսնի այդ ապօրինությունների վերաբերյալ պատասխանատվության կանչված անձանց։